որի շրջանակներում պատվարժանական մինչև եզրափակիչ ելույթը ի սկզբանե պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է ճանաչել և հռչակել Պապի Մեհրությանի անմեղությունը, որովհետև մենք շատ լուրջ խնդիր ունենք մեղադրանքի որոշակիության հետ և այդ թվում այն իրավական նորմը, որը մեղսագրված է Պապի Մեհրությանին, սույն քրեական գործի փաստակազմի նկատմամբ չի կարող կիրառվել։ Պատվարժանական, եթե մի փոքր սեղմած ամփոփենք, թե Պապի Մեհրությանը ինչի մեջ է մեղադրվում, կհանգենք հետևյալին, որ վերջինս նորատուսցի Ալիկ Մանկանվան Փայտնի քրեական հեղինակություն հանդիսացող Ալիկ Բանդուրյանի ստեղծված քրեական ենթամշակույթ կերող խմբավորման է մասնակցել և իր գործողություններով աջակցել է նորատուսցի Ալիկ Մանկանվան Փայտնի քրեական հեղինակություն հանդիսացող ենթամշակույթ կերող խմբավորման նպատակների իրագործմանը։ Ավելի առարկայական Պապի Մեհրությանի մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է քրեական ենթամշակույթ կերող խմբավորմանը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալով. նորատուսցի Ալիկ Մանկանվան Փայտնի քրեական հեղինակություն, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ալիկ Բանդուրյանը քրեական ենթամշակույթ կերող խմբավորման կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, համարվելով հեղինակություն, ունենալով քրեական հեղինակություն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով կոչված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին և որի նպատակը հանցագործություն կատարելն է և հանցագործության կատարումը հովանավորելը, այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը, անօրինական օգուտ կամ առավելություն ստանալը, առնվազն 24 թվականի փետրվարի 16-ը շարունակելով պահպանել քրեական հեղինակություն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է խմբավորումը, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացման ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կերող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց հանձնարարություն տալու եղանակով։ Պատվարժանական այստեղ մենք մի փոքր պետք է կանգ առնենք, ճիշտ է մեր մեղադրանքի ծավալին չի առնչվում Ալիկ Բանդուրյանի մեղադրանքը, բայց ըստագույնս հարաբերակցվում է։ Տեսեք, մեղադրանքի մեջ Պապի Մեհրությանի օգտագործված է, որ Ալիկ Բանդուրյանը ունի քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան և 24 թվականի փետրվարի 16 առնվազն այդ կարգավիճակը պահպանել է։ Եվ այստեղ կարծում եմ հենց ի հայտ է գալիս օրենքի քրեական օրենսգրքի առաջին խնդիրը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, նախ ունենք նույնացում օրենքով գողի և քրեական հեղինակության, ինչը կրիմինոլոգիական տեսանկյունից օգտագույն սխալ է, որովհետև եթե մենք խոսում ենք քրեական աշխարհի հիերարխիայից, օրենքով գողերը կանգնած են այդ հիերարխիայի գագաթին, իսկ քրեական հեղինակությունները ունեն մի փոքր ավելի ստորադաս կարգավիճակ։ Ավելին քրեական հեղինակությունը որևէ ձևով չի կարելի հավասարեցնել այդ կարգավիճակը օրենքով։ Բայց այստեղ պատվարժանական, սա քրեաբանական առումով, մենք քրեական վարույթում ունենք տեղեկանք ներքին գործերի նախարարությունից առայն, որ Ալիկ Բանդուրյանը և Պապի Մեհրությանը չեն հանդիսանում քրեական հեղինակություն։ Հիմա մենք ոնց ենք հաղթահարում և գործում առկա այդ որ փաստական տվյալն է, որ հաղթահարում է այն շեմը, որ Բանդուրյանը կամ Պապի Մեհրությանը հանդիսանում են քրեական հեղինակություն, որը կրկնում եմ
քրեական աստիճանակարգությունում բարձրագույն ստատուս է նշանակում։ Եվ բացի այդ պատվարժան եթե օրենքով բոլորի համար քրեական աշխարհում հա ես այստեղ խորհուրդները մասնագիտական իրականության կատարել եմ, օրինակ թագազրկման արարողություն կա, որ համապատասխան փաստերի հայտ գալու դեպքում օրենքով գողը կարող է թագազրկվել, հա, ռասկարանացիա երևույթն է։ Արդյոք քրեական հեղինակության համար քրեական աշխարհում սահմանված են կանոններ, որ պահպանել է քրեական հեղինակությունը։ Եվ արդյոք կարող է օրինակ եթե անձը ունի հեղինակություն, այդ հեղինակությունը չպահպանել։ Եվ հեղինակությունը պատվարժան դա այլ անձանց ընկալումն է անձի վերաբերյալ։ Հիմա եթե պապին բերության օրինակ հանդիսանում է հեղինակություն, քրեական բառը թողնել մի կողմ։ Արդյոք նա այդ հեղինակությունից կարող է հրաժարվել եւ դա համարվի իրավաչափ եւ օրենսդրի կողմից ընտրալելի, որովհետեւ մեղադրանքի մեջ նշված քրեական հեղինակության աստիճանակարգը պահպանելը նշանակում է, որ անձը ունեցել է ճանապարհ այդ հեղինակությունից հրաժարվելու, բայց չի իրագործել։ Մինչդեռ պատվարժան ես կարծում եմ, որ թե Ալիկ Մանուկյանը, թե մեղադրանքից դուրս է, թե Պապին Բերդությանը չէի կարող օրինակ ասել վաղվանից մենք այլևս հեղինակություն չենք։ Քրեական բառը թողնել մի կողմ, հիմա կվերադառնանք դրան։ Այլ խոսքով այն օրենսդիր, ինչ սահմանել է օրենսդիրը, պատվարժանական քրեական հեղինակությունը որպես աստիճանակարգության բարձրագույն վարքավիճակ զուրկ է իրավական եւ փաստացի նախադրյալներից եւ նաեւ չի բխում հանցավոր միջավայրում կամ քրեական ենթամշակույթից բխած կանոններ։ Հաջորդին իր հերթին Պապին Բերդությանը Ռուբեն Ավետիսյանի եւ այլոց հետ ստանալով ու կատարելով քրեական ենթամշակույթ գրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ուղղված գործողություններ կատարելու մասին նորատուսցի Ալիկ Մանուկյան հայտնի քրեական հեղինակություն աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները մասնակցել է քրեական ենթամշակույթ գրող խմբավորմանը։ Պատվարժան երբ որ մենք խոսում ենք քրեական ենթամշակույթից, ուզենք թե ոչ պետք է հաշվի առնենք առհասարակ մշակույթ ասված է ինչ է, որպեսզի կարողանանք այստեղից բխեցնել ենթամշակույթը ինչ է եւ հասկանանք քրեական ենթամշակույթը ինչ է պատվարժան։ Եվ այս առումով մասնագիտական գրականության մեջ մշակույթը բնորոշվում է որպես արժեքների, հայացքների ամբողջություն, որոնք ձևավորվում են եւ այդ արժեքների պահպանման նպատակով փոխանցվում է սերնդեր սերունդ։ Հիմա պատվարժան այս առումով քրեական ենթամշակույթն էլ պետք է բնորոշել որպես հանցավոր միջավայրի կազմակերպման կարևոր գործոն, որը փոխանցելով հանցավոր ավանդույթները, վարքագծի կանոնները եւ արժեքները նոր անդամներին, ապահովելով հանցավոր խմբի ներքին կանոնը եւ կայունությունը, ապահովում են հենց սերնդափոխությունը։ Պատվարժան այս նորմը, երբ որ մենք խոսում ենք 324 հոդվածի որոշակիությունից, հենց առաջին խնդիրը ի հայտ է գալիս այստեղ։ Ենթադրենք, մենք չունենք որևէ գիտելիք, քրեաբանական գիտելիքներ, հայկական կրիմինալ աշխարհի վերաբերյալ։ Դուք որպես իրավակիրառող հիմա ինչպես է գնահատելու Պապին Բերդությանի հայացքները, արժեքները, քրեական ենթամշակույթի բնորոշում թե ոչ։ Եվ սա արդեն Հայաստանում իրավակիրառ չափազանց լուրջ խնդիր է։ Ղեկավարելով դատական ու մզգիչ սահմանադրական օրենքի պահանջները, որպես իրավական փաստարկ նաև հողում են կատարում Ալեքսանդր Մակարյանի և Սմբատ Աբդալյանի, Արմեն Ղազարյանի, Ժիրայր Բրուձյանի, Վիտալի Արձյանի և Միքայել Շամոյանի գործերով արտահայտած տարբեր դատարանների դիրքորոշումների առայն, որ այս հոդվածները քրեական ենթամշակույթից զուրկ են իրավական որոշակիությունից պատվարժանական։ Եվ նաև այդ խնդիրը ընդգծված առկա է այս քրեական վարույթով, որովհետև պատվարժանական բոլոր այդ դատական ակտերում հողում է կատարված Աշլարավան ընդդեմ Վրաստանի
եւ նաեւ այդ գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական երկրորոշմանը։ Առայն որ Վրաստանը ունի քրեական ենթամշակույթի եւ բանդիտիզմի մասին օրենք, որտեղ սահմանված է քրեական ենթամշակույթի հիմնական հաստատությունները, արտահայտման ձևերը։ Այլ խոսքով Վրաստանի օրենսդիրը գնացել է այդ ճանապարհով, որ պոզիտիվացրել է քրեական ենթամշակույթին վերաբերող վարքագծի կանոնները, որպեսզի իրավակիրառը վերցնի օրենքը, հասկանա օրինակ սխոդկա երևույթը ինչ է։ Այնտեղ բացահայտված է, որ սխոդկան որոշակի հարցերի կարգավորման համար օրենքով գողերի եւ հրավիրված քրեական հեղինակությունների համատեղ հավաք է։ Հիմա պատվարժան դատան, օրինակ Պապի Բեյլուցյանի հանդիպումները։ Դուք վարքագծի ոչ կանոնին պետք է հռում կատարեք, որ ասեք այսա արտահայտվել է քրեական ենթամշակույթի համատեքստում։ Հանրային մեղադրողը իր խոսքում օգտագործեց հանրամատչելի, հանրահայտ հասկացություն վարքագծի քրեական ենթամշակույթի կանոնների մասում։ Իսկ հանրահայտում համար պատվարժան դատան, ձեր համար կարգադրիչի ներսում համար հանրահայտ։ Մենք չունենք նորմատիվ իրավական ակտ, որին հռում կատարելով պետք է հասկանանք Պապի Բեյլուցյանը, օրինակ գործողությունները տեղավորվում են քրեական ենթամշակույթի մեջ, թե ոչ։ Բացի այդպես մեղադրանքը ինքնին հակասության մեջ է մտնում հենց այդ քրեական ենթամշակույթի է, որովհետև պատվարժան դատան ինքնիվս այնի քրեական ենթամշակույթում, եթե վեճի կողմերից մեկը դիմել է իրավապահ մարմինների դատաիրավական համակարգի օգնությանը, որևէ հեղինակություն, որևէ օրենքով իրավունք չունի միջամտել այդ հարցը։ Սա կրկին մենք հռումները ապահովել ենք Արեցկի և Ուլեգանով криминальная субкультура, понятие структуры и соотношение смежными понятиями դասագրքում կներգնագրության մեջ հստակ սա արտահայտված է։ Այսինքն պատվարժան դատան, եթե Պապի Բեյլուցյանը ենթամշակույթի կանոններից ելնելով իրավունք չի ունեցել միջամտել դատաիրավական համակարգի կողմից լուծման ենթարկա խնդրին, հետևաբար այս ինցիդենտը մենք չենք կարող որակել որպես քրեական ենթամշակույթին բնորոշ գործողություն։ Եվ այլ խոսքով պատվարժան դատան, առկա է սույն քրեական գործով հաստատված տեղեկատվություն, որ վեճի կողմերից մեկը դիմել էր դատարան եւ խնդիրը գտնվում էր դատարանի իրույթում։ Բացի այդ պատվարժան դատան, օրենքով գող լինի, քրեական հեղինակություն լինի, ունեն սոցիալական կապեր, ունեն ընտանիք, ունեն ազգականներ, ունեն ընկերներ, հարևաններ եւ մշտապես մենք պետք է տարանջատենք, թե հեղինակության միջամտությունը խնդրին, երբ է ակնհայտ հանցավորի դիրույթում եւ երբ է օրինակ կենցաղային դիրույթում։ Հիմա սույն քրեական վարույթի շրջանակներում ընդունենք գիտությունը, ենթադրենք, որ Պապի Բեյլուցյանը ներգրավվել է այս խնդրի լուծմանը։ Ինչով է սա հանցավոր դարձնում։ Արդյոք սպառնալիք եղել է, արկադրանք եղել է, արդյոք առհասարակ ես բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն ուղղակի սրճարանի հետ կապված, տեղավորվել են քրեական ենթամշակույթի դիրույթում, թե օրինակ դրանք եղել են կենցաղային դիրույթում։ Կամ ես չգիտեմ Ալիկ Մանուկյանը ներգրավված եղել է թե ոչ, եթե ներգրավված եղել է, օրինակ ընկերոջ խնդրանքով է եղել, թե քրեական ենթամշակույթի կանոններով է եղել։ Ես սրանք հարցեր եմ պատվարժան դատան, որոնք ակնհայտ կարիք ունեն փառատան։ Մինչդեռ սույն քրեական վարույթում, քանի որ ձեր ձեռքի տակ չկա քրեական ենթամշակույթի վարքագծի կանոնները, այս օրենքը շարունակում է մնալ իրավական որոշակիությունից զուրկ։ Իսկ իրավական որոշակի օրենքը չի կարող համարվել օրենք, որովհետև իթիվս այնի իրավական պետության գլխավոր բնութագրիչներից է իրավունքի գերակայությունը։ Իսկ իրավունքի գերակայությունը իթիվս այնի ենթադրում է, որ օրենքները պետք է լինեն կանխատեսելի եւ մանչելի, այլ խոսքով ունենան իրավական որոշակիության աստիճան։ Եվ այս պարագայում պատվարժան դատան, հիմա եթե մենք պատմում ենք
324-րդ հոդվածը, ինչը ես ամենասկզբից ցիտեցի, որ Պապին Բեյլությանը այլոց հետ ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդված նպատակների իրականացման ուղղված գործողություններ կատարելու մասին Նորադուստի Ալրիկ անվամբ անձի հանձնարարությունները մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման։ Սույն վարույթով մինչև Պապին Բեյլությանին մեղադրանք մեղսագրելը պետք է վարույթ իրականացնող մարմինը լուծեր հետևյալ խնդիրը։ Ապացուցողական համապատասխան շեմով, մեղադրական շեմով ապացուցեր, որ Նորադուստի Ալրիկը համարվում է քրեական աշխարհում բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ։ Սա մեկ։ Երկրորդ, որ Նորադուստի Ալրիկը ստեղծել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Եվ երրորդ, որ Պապին Բեյլությանը մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման։ Հիմա սույն քրեական վարույթի ընթացքում մենք ապացուցված է մեկ բան, որ Պապին Բեյլությանի և Բանդուրյան եղբայրների հետ հարաբերությունները փոխկապակցված են իրենց հոր Լյովա Բանդուրյանի հետ, այսինքն Պապին Բեյլությանը ճանաչել է Լյովա Բանդուրյանին և նրանց միջոցով եղբայրներին։ Վարույթում չկա որևէ ծանրակշիռ փաստական տվյալ, որ Պապին Բեյլությանը և օրինակ Ալիկ Բանդուրյանը եղել են փոխկապակցված։ Մենք նվազագույնի տիրույթում փոխկապակցվածությունը չունենք, ինչ մնաց հաստատված համարել, որ Պապին Բեյլությանը հետապնդել է ստեղծված խմբավորման նպատակների իրագործման կամ ինչ-որ խնդիր է լուծել այդ շրջանակներում պատվարժանական։ Սա գլոբալ տեսական և դոկտրինալ խնդիրներ են, որոնք մենք ցանկանում ենք, որպեսզի անպայման լուծվի սույն քրեական վարույթի ընթացքում։ Եվ անդրադառնալով ապացուցողական զանգվածի պատվարժանական ես ցանկանում եմ մի քանի ապացույցների հողում կատարել, մասնապես վկա Վազգեն Խաչատրյանը հայտնել է, որ ընդհանրապես չի ճանաչում Պապին Բեյլությանը և նրանց հետ կապված որևէ վեճի հետ կապված քրեական աշխարհի բնորոշ որևէ գործընթացի չի մասնակցել։ Վարդան Եղիազարյանը հայտնել է, որ ընդամենը աշխատանքային և մասնագիտական փոխհարաբերություններ է ունեցել Պապին Բեյլությանի հետ, խնդրում եմ նկատեք նկարիչ, ոչ թե օրենքով գող, ոչ թե այլ անձ, այլ նկարիչ պատվարժանական, ով ընդամենը նշել է, որ Պապին Բեյլությանը զանգ է ասել է լավ գույք ծախում, կարող ուզես թե չէ։ Հաջորդ պատվարժանական անդրադառնալով օպերատիվ հետախուզական միջոցառումներին պատվարժանական մենք թեև սա առանձին միջնորդության պես խնդիրը բարձրաձայնել ենք, խնդրում եմ նաև դատական ակտում, քանի որ այս հարցի լուծումը հետաձգվել է, վերստին անդրադառնալ օպերատիվ հետախուզական տվյալների անթույլատրելիությանը, բայց բոլոր դեպքերում, եթե դրանք թույլատրելի ելեն պատվարժանական, իսկ ինչ են դրանք հաստատել։ Արդյոք մենք հիմա ձեզ հետ ապացույցները հետազոտելիս մեղադրական շեմից բարձր ստանդարտով լսել ենք, որ Պապին Բեյլությանը ներգրավված է եղել քրեական ենթամշակույթի բնորոշ խնդիրների կարգավորման։ Ես եթե չեմ ստանում, Պապին Բեյլությանը այդ ամբողջ ժամանակների շրջանակներում 2-3 անգամ է հայտնվել պատվարժանական, մնացածը վերաբերելի Ալիկ Բանդուրյանին։ Ես անկեղծ կուզենամ այս մեղադրանքի մասին իմ գնահատականը հնչեցնել, այս քրեական վարույթը ես կարծում եմ վերաբերելի է Ալիկ Բանդուրյանին և այնտեղ ապացույցներ չեն գտել և ձեռնարկել տալանավորել են Պապին Բեյլությանին, այն ակնկալիքով, որ ստանան մեղադրական տվյալներ Ալիկ Բանդուրյանի մասին։ Այլ պարագայում պատվարժանական ես չեմ տեսնում այն մտավախությունները, որոնք դրվել են սույն մեղադրանքի հիմքում։ Եվ հետո պատվարժանական մեղադրական եզրափակիչ ելույթում ես նկատեցի
նկատեցի մի բան, որ ընդգծված միջնորդություն և քրեորեն պատժելի ներգրավվածություն հասկացությունները նույնացվում են պատվաժանական։ Մինչդեռ կրկին 324-րդ դրվագի տեսանկյունից մենք ոչ թե պետք է ունենանք առերևույթ աջակցման փաստ, այլ ենթադրենք Պապի պետության ինչ-որ մեկի զանգելու։ Կամ ասել է, այս հարցով պետք է X-ի Y-ի հետ հանդիպեք զրուցել։ Արդյոք այդ ներգրավվածությունը եղել է քրեական ենթամշակույթ գրող խմբավորման մասնակցելու տեսանկյունից։ Իմ ընկալմամբ խմբավորումը պետք է աչքի ընկնի հարաբերական կայունությամբ։ Այսինքն, օրինակ, լինի խմբավորման ղեկավարը, օրինակ այդ խմբավորման ֆինանսական պատասխանատուն, լոգիստիկ պատասխանատուն, այստեղ որն է մեր խմբավորումը։ Մենք ունենք վերացարկված մեղադրանք, որ Բանդուրյանը ստեղծել է խումբ, Պապի պետությանն է մասնակցել։ Բայց չէ՞ որ այդ մասնակցությունը ենթադրում է կոնկրետացված գործողություններ։ Լավ կամ Պապի պետությանը եթե մասնակցել, արդյոք դա եղել է հանցավորի տիրույթում, որովհետև նաև այստեղ ես բերել եմ քրեաբանական որոշ վերլուծություններ, որ քրեական ենթամշակույթը երբեմն է սոցիալապես օգտակար երևույթ պատվաժանական։ Օրինակ 2016 թվականի Հայաստանում տեղի ունեցած մոհական հավաքի ժամանակ արգելվել է այդ հավաքի ընթացքում պատվաժանական մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի օգտագործումը։ Արգելվել է քրեակատարողական հիմնարկներում պարտադիր գումար կոչվածի արգելք է դրվել։ Եվ արդյոք սա սոցիալապես վնասակար գործողություն է։ Որտեղ ես գիտեք, հեղումները դրված է պատվաժանական, պարտադիր բոլոր քրեականական վերլուծությունները այստեղ առկա են հավաքի վայրով, մասնակիցներով, այսինքն կրիմինոլոգիական վերլուծությունները ցույց են տալիս, որ քրեական ենթամշակույթը ունի հանրության մոտ երբեմն նաև դրական ընկալում։ Եվ սա նշանակում է հատկապես, որ մենք խնդիր ունենք մշտապես ենթամշակույթի մեջ հանցավորը ոչ հանցավորից տարբերակելու խնդիր պատվաժանական։ Հաջորդիվ հանրային մեղադրողի մոտ խնդիր է առաջացել քերոք, գողեր, փողոցային բառերի հետ կապված, մինչդեռ քերոք բառի լեզվաբանական նստեք եթե վերլուծությանը նայենք, քերոք բառով դիմում են օրենքով գողերի պատվաժանական քրեական ԿՀ-ներում, իսկ այս վարույթի շրջանակներում մենք այդպիսի անձ չունենք, և նաև այստեղ խնդրում եմ հաշվի առնել այդ եզրույթը արտաբերած վկայի ձևակերպումները, որ ինքը պարբերաբար կատակով բոլորին է լինում է քերոք և որևէ իրական քերոքի չի ճանաչել։ Իսկ լեզվամտածողությունը խոսակցական շերտը կենցաղային կամ փողոցային բառապաշարի օգտագործումը իրավական առումով համարժեք չեն անձակազմի առկայությանը։ Հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունը կկառուցվեր ոչ թե արարքի, այլ բառապաշարի վրա, ինչը անթույլատրելի է պատվաժանական։ Հիմա հանրային մեղադրողի ենք պնդումը, որ պետությանը հանդիսանում է քրեական հետևինակություն, ևս մնում է ապացուցողական հիմքերից զուրկ։ Նման գնահատականը չի կարող հիմնվել այն բանի համար, որ ինչ-որ անձին խոսել են հարգալից պատվաժանական։ Այդպես չի լինում։ Որ անձի հետ խոսում են հարգալից, դա չի նշանակում, որ կարելի է այս էպիտետը օգտագործել մեղադրյալի նկատմամբ։ Եվ հետո քրեական հեղինակության մասին է խոսում։ Ըստ վարույթի տվյալների Պապի պետությանը ծառայել է զինված ուժերում, եթե չեմ սխալվում, սերժանտական անձնակազմում։ Արդյոք դա իրեն չի զրկում պատվաժանական կրկին քրեական ենթամշակույթի տեսանկյունից այդ միջավայրում հանդես գալ որպես հեղինակություն։ Վստահաբար զրկում է պատվաժանական։ Այս գործով տվել է ցուցմունք, ստորագրել է փաստաթղթերի տակ, և սրանք իր անձը բնութագրելու տեսանկյունից իրեն հեռացնում են ենթամշակույթին, ոչ թե մոտեցնում։ Ըստ վարույթի տվյալների պետությանը ունի շինարարական եկեղեցի, զբաղվում է շինարարությամբ։ Հիմա անգամ Նեգենեին տրված տեղեկանքի օպերատիվ հաշվառման մասին է խոսքը պատվաժանական,
օպերատիվ տվյալի տիրույթում, չեմ ասում ապացուցողական շեմի, օպերատիվ տվյալի տիրույթում գոնե հարույթներով ինչ անում են prime-ից մեկ տվել, վերեն ասեն է սան ձեր հեղինակությունն է կամ օրինակ ինտեգրված է քրեական միջավայրում։ Մենք հետ էլ չունենք պատվարժանական, ինչը նշանակում է, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան սույն քրեական վարույթով արձանագրենք Պապի Պետրոսյանի անմեղությունը։ Պատվարժանական սրանք հիմնական գործի ելակետներն են։ Հիմա ես կցանկանամ խոսել նյութական ինվեստիցիոնից ավելի շատ իրավական ասպեկտից, որպեսզի մենք վերջնական հասկանանք, թե ի վերջո ունենք իրավական որոշակիության պահանջի բավարարող օրենք եւ արդյոք այդ օրենքը կարող է կիրառվել Պապի Պետրոսյանի նկատմամբ։ Հիմա սա նաեւ այն հոդվածներն են պատվարժան որոնք այս դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ժամանակին փորձել է սահմանադրական վեճի տեսանկյունից խնդիրը տեղափոխել այնտեղ եւ հասկանալ արդյոք սահմանադրականության խնդիր կա թե ոչ։ Եվ ինչ է արել սահմանադրական դատարանը ՍԴԱՕ աշխատանք կարգային որոշմամբ վերժել է Դավիթ Հարությունյանի դիմումը, պարզաբանելով, որ ըստեղ սահմանադրական վեճ չկա, իսկ այդ օրենքում օգտագործված հասկացությունները կարող են ենթարկվել դատական մեկնաբանության։ Այսինքն սահմանադրական դատարանը պատվարժան հարցի լուծումը տեղափոխել է գործնստերության քննող դատարան, ինչը նշանակում է, որ մենք հիմա պետք է, քանի որ սահմանադրական պատասխանատվության հրաժարվել է սա մեկնաբանել, արձանագրելով, որ առկա է դատարանների կողմից իրավունքի զարգացման խնդիր եւ դատարանների կողմից նորմի մեկնաբանության խնդիր։ Հիմա պատվարժան դատան քրեական օրենսգիրքը քրեականացրել է 322-ից 325-րդ հոդվածում, քրեականացրել է քրեական ենթամշակույթին վերաբերող կանոնները, ընդ որում քրեական օրենսգիրքի մեջ սահմանում չկա, ինչ ասել է քրեական ենթամշակույթ եւ ինչ ասել է մշակույթ, իսկ մշակույթը սոցիոլոգիական մասնագիտական գրականության մեջ ես այստեղ Կոհենի մենագրությանն եմ կատարել, մշակույթը հանդիսանում է հասարակության զարգացման կարևորագույն գործոններից մեկը եւ արտացոլում տվյալ հասարակության արժեքային համակարգը, սոցիալական փորձը եւ պատմական ավանդույթները։ Այսինքն սոցիոլոգիական իմաստով ենթամշակույթը սոցիալական որոշակի խմբի բնորոշ արժեքների, նորմերի վարքագծի, ապրելակերպի, կենսակերպի ամբողջություն է։ Իսկ քրեական ենթամշակույթը արդեն պետք է բխեցնել, որ առանձին խմբերի, սոցիալական արժեքների, ոչ ֆորմալ կանոնների ամբողջություն է, որը հակասում է կամ պետք է հակասի հասարակության ընդհանուր համագեցության կանոններին։ Հիմա պատվարժան մենք չունենք նորմատիվ իրավական ակտ, որտեղ նշված է քրեական ենթամշակույթի հիմնական կանոնները։ Եվ հիմա դուք ձեր առջև անլուծելի խնդիր է, ինչպես Պապի Պետրոսյանի վարքագիծը պետք է դիտարկեք հասարակության ընդհանուր կանոններին հակասում։ Որ վարքագիծը պետք է դիտարկեք որպես քրեական ենթամշակույթին բնորոշ, որ վարքն է, որ այլընտրանքային արդարադատության համակարգին բնորոշ է։ Այլ խոսքով, այստեղ մենք ունենք նյութական օրենսդրության ընդգծված խնդիրներ պատմաշինարանը։ Հիմա քրեական ենթամշակույթի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դա ոչ ֆորմալ վարքագիծ է։ Ավելին կրկին քրեականական հետազոտությունների տեսանկյունից օրենքով գողերի կողմից այդ ոչ ֆորմալ վարքագծի կանոնները կարող են այստեղ քրեականությունից հղում պրագոն երևույթի մասին ցանկանում խոսել այդ վարքագծի կանոնները կարող են փոփոխվել։ Նույնը երբ որ խոսում ենք առանձին հանցատեսակներով զբաղվելու անկույլատրելիությունից, դատաիրավական համակարգի կողմից արձագանքելու պարագայում ենթամշակույթ գրող խմբավորման միջամտության անկույլատրելիություն
պատվարժան դատան, մենք այստեղ խոսում ենք ոչ ֆորմալ վարքագծի կանոնների մասին, որոնք փոփոխական են։ Եվ արդյոք մենք ունենք հիմա որևէ փաստաթուղթ, որին հղում տալով կարող ենք արձանագրել, որ այս վարքը հակասել է համընդհանուր կանոնների պատվարժան դատան։ Հաջորդիվ ես ցանկանամ կրկին հղում կատարել աշտարականը նույն Վրաստանի գործող մահվիրավորների եվրոպական դատարանին, որտեղ եվրոպական դատարանը ստուգել է Վրաստանի օրենսդրությունը արդյոք համապատասխանում է իրավական որոշabiliության պահանջին թե ոչ, եւ Եվրոդատանը արձանագրել է, որ միանշանակ համապատասխանում է, որովհետեւ Վրաստանը ունի հատուկ կազմակերպված հանցավորության եւ բանդիտիզմի մասին օրենք, որտեղ տրվել է հիմնական հասկացությունները քրեական ենթամշակույթին, իսկ Վրաստանի դատական իշխանությունն է հղում էր կատարել աշտարակը, որ բողական հավաք էր տեղի ունեցել, որը բացահայտված էր օրենքում, որ քրեական ենթամշակույթի բնորոշ գործողություններ էր կատարվել, որը այս օրենքում կրկին նշված էր պատվարժանական։ Եվ նաև իրավական որպես փաստարկ պատվարժանական ես հնում կատարեցի իրավագիրակ պրակտիկային այն մասով, որ եթե ես չեմ սխալվում, առկա է ընդամենը մեկ դատական ակտ, որտեղ դատարանը ճանաչել է այդ խնդիրը, անկեղծ ես չգիտեմ, դատախազության հարամաչել է աղբյուրներում ներգրված, բայց բոլոր այն գործերը Արմեն Ղազարյան, Վիտալի Ավձյանի, Ժիգայր Ջուձյան երեք հանդիսանում են օրենքով գող և երեքին են ներսադրված է հանցավոր քրեական ենթամշակույթ գրող խմբավորում ստեղծել և ներկայացվել է, երեքի նկատմամբ է կայացվել է արդարացման վերցին։ Նաև կներեք Ալեքսանդր Մարգարյանի գործով ևս դատարանները արձանագրել են նույն խնդիրը պատվարժանական։ Օրենքը զուրկ է իրավական որոշակիությունից և դատարանը զրկված է որևէ ձևով գնահատել գործողությունները տեղավորվում են քրեական ենթամշակույթի մեջ թե ոչ։ Այլ խոսքով պատվարժան դատան մենք չունենք քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված նախադրյալները, որպեսզի կայացնենք մեղադրական գործիք, մասնավորապես ապացուցված չէ, որ տեղի է ունեցել արարք։ Ապացուցված չէ, որ մեղադրյալ պապի վերլուծանը այդ արարքը կատարել է, այսինքն ոչ արարքը կա, ոչ արարքի կատարումը վերլուծանի կողմից։ Ապացուցված չէ ամենակարևոր պատվարժանական արարքի քրեական հակաիրավականությունը։ Եվ այս պարագայում, եւ այս 4 հարցերի պատասխանը բացասական է, մենք չունենք այլ ճանապարհ, քան ճանաչել եւ հռչակել պապի վերլուծանի անմեղությունը։ Պատվարժանական ձեզ է փոխանցում պաշտպանական ճառի պակետ տարբերակը հանձնել են նաև հանրային մեղադրողին, վաղ տարբերակը վարդել է դատարանի աշխատակազմին և քանի ինձ տրվել է խոսելու հնարավորություն, թեև սա հաջորդ փուլին է բնորոշ պատվարժանական, բայց քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածը կողմի միջնորդությամբ թույլատրելի է համարում, այսինքն դատարանը եթե թույլատրելի է համարում, օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ առաջարկվող հիմնավորումներ կողմը կարող է ներկայացնել և նկատի ունենալով, որ վարքագծի կանոնները հիմնականում դոկտրինալ իրականության մեջ են գրված և մենք չունենք նորմատիվ իրավական փաստաթղթեր, որտեղ բացահայտված կլինեն վերլուծանի մեղադրանքի հիմքում դրված հասկացությունները, ես խնդրում եմ նաև թիվ 31-33-08-01-24 քրեական գործով օրենքի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ իմ առաջարկվող հիմնավորումները ևս գցել քրեական վարույթի նյութերին, սրա մեկ օրինակը ևս հանրային մեղադրողին հանձնել եմ, այսինքն եթե դատարանը գտնի, որ առկա է սրա քննարկման նախադրյալները, մենք նաև սրա